Ես որ 20 թվից Ղարաբաղից եկել եմ, ես 6 տարում իմ տեղը չեմ գտել։ Մի տարի աշխատում եմ պարոն Ծառուկյանի Արարատել զավոդում, ու ես ամեն օր հիանում եմ իր զավոդով, իր ամեն ինչով, որ տոն օրերին ամենից 20,000-ներ տալիս է, մարտի 8-ի նվերների նույնը։ Անցած 26 թվին դեկտեմբերի 26-27-ը ամբողջ գործարանին տարավ ռեստորան, ամենի քարտի 20,000 դրամ նվերեց։ Չգիտեմ, էլ ինչ են ուզում է ժողովուրդը, այս ժողովրդից ինչ է ուզում մեր պարոն վարչապետը։ Խնդրանքս էդ է, որ մեր պարոն Ծառուկյանին րոպե առաջ ազատ արձակե մեր զավոդի ծուխը հելնի։ Մենակ Ծառուկյանի օրը։ Փողերի լվացման համար են մեղա։ Ոչ, մեր պարոն Ծառուկյանը եթե փողերի լվացում անի, Հիսուսի արձանը բանի հատիսի լեռան վրա չեր դնի։ Այդքանը կարամ ասեմ։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ այս գործարանը պետք է պետականացնենք եւ ասում էր աշխատակիցները խնդիր չկան։ Կլինի ավելի լավնա չպատասխանեմ, որովհետեւ ես հիաստատված եմ այսօրվա կառավարությամբ, դարելա չարի վերջը, այս սարիմն է, այս ծառը իմն է։ Ոչինչ, պաշտոնն էս բան է, ես կարամ էդ ասեմ, որ այսօր ոչ մի պաշտոն հավիտյան չի, Քուրջան։ Այսօր դու եթե նստած ես սարի գագաթին, մի օր յուրելնելու ես ավելի ցավոտ արնելու։ Դուք ինչ պատասխան եք ակնկալում, կբացվի գործարանը։ Ես մեծ հույս ունեմ, մեր ծուխը կհելնեցնի մենակ պարոն Ծառուկյանը։ Կաշխատե մենակ պարոն Ծառուկյանի օրոք։